Ապրիլ 27 նոր կիրակի Սիրելի հայրենակիցներ, այս կիրակին կոչվում է նոր կիրակի կամ կրկնազատիկ։ Այսօրվա առաքելական թուղթը Հակոբոս առաքյալի երրորդ թուղթն է, երրորդ գլուխ 1-ից 12 համարները։ Առաքյալը խոսում է ընդդեմ անսանձ լեզվի մասին, ինչը այս օրերին շատ հաճախ տեսանելի և լսելի է մարդկային կյանքում։ Ձեր խոսքերը կարող են զգալի ազդեցություն ունենալ ուրիշների վրա և կարող են փոխել նրանց կյանքը։ Առաջին համարի մեջ խորհուրդ է տալիս ասելով. շատերը ուսուցանողներ լինելու չձգտեք, իմացեք, որ մեծ դատաստան եք ընդունելու, քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Աստվածաշունչը մեզ կոչ է անում օգտագործել մեր խոսքերը մարդկանց օգնելու, ուրիշներին շտկելու և ոչ թե քանդելու համար։ Բոլոր ուսուցիչներ խիստ դատաստանի կենթարկվել, քան սովորական մարդիկ, քանի որ նրանք ուրիշներին ասել են ճիշտն ու սխալը, և նրանք Աստծո առաջ արդարացում չեն ունենա։ Քրիստոնյաներ պետք է օգտագործեն իրենց խոսքերը իմաստուն և զուսպ։ Անզուսպ խոսքերն ու աշխարհի իմաստությունը միշտ տանում են դեպի կործանում։ Առաքյալը մատնանշում է լեզվի հզորությունը և այն չի կարող լիովին կառավարվել, ինչը, որ մենք տեսնում ենք ամենուր։ Այսօրվա թուղթը հրավիրում է հավատացյալներին, թե ինչպես պետք է ապրել, թե ինչպես է լեզուն կառավարում մեր մարմիններն ու կյանքը, թե ինչքան վտանգավոր է մարդու լեզուն և չար, և ավելի վնաս է տալիս, քան օգուտ։ Հետևաբար, մենք պետք է սովորենք կատարելապես կառավարել մեր խոսքերը և հսկողության տակ պահել մեր մարմինը։ Լեզվով մենք փառաբանում ենք մեր Տիրոջը և դրանով անիծում ենք մարդկանց, որոնք ստեղծվել են Աստուծո նմանությամբ։